Օկուպանտ եւ ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման, Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Ադրբեջանի այսպես կոչված Գիտությունների ակադեմիայում մասնավորաբար հայտարարել է. անհրաժեշտ է ստեղծել ավելի շատ գիտական աշխատանքներ, նույնիսկ փոքր գրքույկներ, որպեսզի ադրբեջանական երիտասարդությունը կարողանա ավելի լավ հասկանալ իր պատմությունը, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա իմանալ այն եւ միևնույն ժամանակ, որպեսզի այսօրվա Հայաստան մեր վերադարձի մասին հայտարարությունները հնչեն բացարձակապես տրամաբանական եւ արդարացի։ Ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ հայկական պետությանը։ Որոշ ժամանակ առաջ ես այս մասին արդեն խոսել եմ։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Հիշյալ մեջբերումները բացահայտորեն վկայում են մի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ Աբշորեն Սուլթանի էքսպանսիոնիստական, ծավալապաշտական նպատակների մասին, մյուս կողմից այդ նպատակներն իրագործելու համար Ադրբեջանի պատմաբանները, ավելի ճիշտ պատմաշինարարներին գիտական հիմքեր ստեղծելու հանձնարարական տալու մասին։ Պետք է նշել, որ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական հռետորաբանությամբ եւ Հայաստանի Հանրապետությունը որպես ադրբեջանական հող ներկայացնելու մասին գրքեր գրելու Ադրբեջանի պատմաշինարարներին ուղղված հանձնարարականի վերաբերյալ բացահայտ խոսել է դեռևս Իլհամ Ալիևի հայրը 1993-ից 2003 թվականներին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։ Այսպես 1998 թվականի դեկտեմբերի 11-ին Իսլամական քաղաքակրթությունը Կովկասում միջազգային սիմպոզիումի մասնակիցների մեծ խմբի հետ հանդիպած ժամանակ ունեցած իր ելույթում Հեյդար Ալիևը մասնավորաբար հայտարարել է. տարածքը, որն այժմ կոչվում է Հայաստան, արևմտյան Ադրբեջանն է, դա Երևանի, Գյոյչայի, Զանգիբասարի, Զանգեզուրի մահալաներն են։ Այդ բոլորը եղել է ադրբեջանցիների, մահմեդականների բնակության վայրը։ Երկրորդ անգամ նա այդ մասին հրապարակային խոսել է 1999 թվականին։ 1999 թվականի փետրվարի 9-ին Նախիջևանի ինքնավար հանրապետության 75-ամյակի պետական հանձնաժողովի նիստում Հեյդար Ալիևը մասնավորապես հայտարարել է. դեռևս Ադրբեջանի դեմոկրատական ժողովրդական հանրապետության վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկու 1918-ից 1919 թվականի նամակից մենք իմանում ենք Երևանի խանությունը, Երևանը Հայաստանին փոխանցելու մասին։ Այդ պրոցեսը շարունակվել է նաև խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Դրա արդյունքում Հայաստանին փոխանցվել է նաև Զանգեզուրի շրջանը, չնայած նրան, որ այն հանդիսանում է հնագույն ադրբեջանական հող։ Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական հող։ Այո, այդ մասին նշված է իմ կողմից ստորագրված հրամանագրում։ Երևանի խանության պատմությունը հայտնի է։ Դուք պատմաբաններդ դա պետք է հետևողականորեն ապացուցեք։ Եվ ապագայում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի գործեր, որպեսզի դրանք անընդհատ հետևողական ձևով ապացուցեն այն հողերի պատկանելիությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը։ Մենք պետք է դա անենք, մենք պետք է ճանապարհ բացենք ապագա սերունդների համար։ Թուրքիայի եւ նրա կովկասյան կցորդ օկուպանտ եւ ցեղասպան արհեստական կեղծ կազմավորման Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից վերացնելն է, իսկ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերին կրկին ցեղասպանության ենթարկելը։ Եթե ինչ-ինչ պատճառներով Հայաստանի հայությունը ցեղասպանելու իրենց հրեշավոր ծրագրի իրագործումը չհաջողվի, ապա նրանց վտարել իրենց բնորանից, իսկ Հայաստանի տարածքը բաժանել միմյանց միջև։ Այս ստրատեգիական նպատակն իրագործելու համար այսօր Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հանդեպ որդեգրել են փափուկ ուժի քաղաքականություն, այսինքն առանց պատերազմի կլանել, գրավել Հայաստանը։ Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 28-ին France 24 ֆրանսիական միջազգային լրատվական հեռուստաալիքին հեռավար եղանակով տված հարցազրույցի ժամանակ նավթային դիկտատոր Իլհամ Ալիևը մասնավորապես հայտարարել է. մենք կվերադառնանք այնտեղ, Հայաստան, ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով։ Իսկ 2025 թվականի հունվարի 7-ին այսպես կոչված ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը մասնավորաբար հայտարարել է. ներկայիս Հայաստանի տարածքը ադրբեջանցիների պատմական հողերն են, որոնք մի ժամանակ բացարձակ մեծամասնություն էին կազմում այդ հողերում։ Այսօր մենք ասում ենք, որ 300,000 արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ, բայց ընդհանուր առմամբ այդտեղից հեռացած եւ Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց եւ նրանց թորների ու ժառանգների թիվը մի քանի անգամ ավելի է, քան 300,000-ը։ Նկատի առնելով, որ Արցախի հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը կատարում է Իլհամ Ալիևի բոլոր պահանջները, առաջանում է ողջամիտ ենթադրություն առ այն, որ նա կարող է կատարել 300,000 ադրբեջանցիների կովկասյան թաթարների Հայաստանում բնակվելու մասին Իլհամի հերթական պահանջը եւ Հայաստանում կարող են բնակություն
հաստատել ադրբեջանցիներ, կովկասյան թաթարներ, ըստ որում նրանք կհայտնվեն եւ կապրեն Հայաստանում պետական երաշխիքներով։ Ժամանակի ընթացքում նրանց թվաքանակն աճելու է եւ գալու է մի պահ, երբ նրանք թվապես գերազանցելու են ազգությամբ հայերին։ Հայերին թվապես գերազանցող ադրբեջանցիները կովկասյան թաթարները, հիշեցնենք, այլևս ձևավորվելու են իշխանություն Հայաստանում։ Իսկ արդեն փոքրամասնություն դարձած տեղի հայության մի մասը լքելու է Հայաստանը, մի մասն էլ ձևավորելու է ադրբեջանցիներին կովկասյան թաթարներին։ Այդպիսով Հայաստանը որպես հայկական պետություն դադարելու է գոյություն ունենալուց։ Ոչ էական փոփոխություններով, բայց մոտավորապես այսպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանում ապրող հայությանը, եթե Արցախին Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը կատարի 300,000 ադրբեջանցիների կովկասյան թաթարների Հայաստանում բնակություն հաստատելու մասին Իլհամ Ալիևի հերթական պահանջը։ Իսկ որպես վերոնշյալ սցենարն իրականություն չդառնա, հարկ է, որ Արցախի հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած Հայաստանի հանրապետությունում ապրող հայության համար գոյութենական կամ էկզիստենցիալ սպառնալիք հանդիսացող իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից համազգային ուժերի գերլարմամբ եւ իշխանությունը ստանձնի սիստեմատիկ բարձրագույն մասնագիտական կրթություն եւ մաքուր անցյալ ունեցող հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող քաղաքական որոշակի ճանապարհ անցած քաղաքական մարդը։ Ստեփան Հասան Ջալալյան, Հրապարակ, AM